Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե ապրիլի 10-ին ժամը 20:55-ի սահմաններում հայկական ստորաբաժանումները իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչպես պնդում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը, չի համապատասխանում իրականությանը։ Իրանական կողմը կադրեր է հրապարակել պայմանական ահաբեկչական խմբերի չեզոքացման հայ-իրանական համատեղ զորավարժությունից, որին մասնակցել են Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Հայկական ստորաբաժանումը վարժանքն անցկացրել է Հայաստանի տարածքում, իրանական ստորաբաժանումը՝ Իրանի։ Մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպման պայմանավորվածություն չկա։ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ, Armenpress-ի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Անտալիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացի կապակցությամբ։ Նա նշել է, որ ուշադիր հետևում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Դա Հայաստանի ներքին գործն է։ Հայ ժողովուրդը և Հայաստանի ինստիտուտները կորոշեն, թե ինչպես և երբ կիրականացվեն այդ փոփոխությունները։ Civilnet-ին ասել է Էրդողանի բանագնաց Սերդար Քլչը, փաստացի հերքելով ադրբեջանական ԶԼՄ-ների լուրերը, թե իբր Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման ժամանակ պնդել է սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի բացման ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը ահաբեկչական պետություն է, իսկ Գազայի հատվածում նրա հանցագործությունները ոչ այլ ինչ են, քան բարբարոսություն։ Նա նաև նշել է, որ Իսրայելը փորձում է ապակայունացնել Սիրիան, հրահրելով միջեթնիկական բախումներ։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մեղմել է իր դիրքորոշումը և թույլատրել ուղիղ բանակցությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Նրան համոզել են նախագահ Փեզեշքյանը և մի շարք պաշտոնյաներ։ Այդպիսով, Օմանում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի միջնորդավորված բանակցության հաջող ընթացքի դեպքում կկայանա Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակցողների ուղղակի շփում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է գործի։ Չափազանց շատ մարդիկ են զոհվում, հազարավոր մարդիկ ամեն շաբաթ այս սարսափելի և անիմաստ պատերազմում, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Ուրբաթ երեկոյան կայացել է Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով այդ հանդիպումից բեկում ակնկալել պետք չէ։ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը կպայքարի չորրորդ, իսկ Կարեն Ասլանյանը առաջին չեմպիոնության համար։ Բրատիսլավայում անցկացվող խունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Ամոյանը կիսաեզրափակիչում 5-1-ի հաշվով պարտության է մատնել Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանին, իսկ Ասլանյանը 8-0-ի հաշվով հաղթել է ուկրաինացի ըմբիշին։